Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ հետաքրքիր է լսել ձեր գնահատականը։ Եվ այսպես երեք ներքին գործերի նախարարը ազգային ժողովում էր բյուջեի քննարկման շրջանակներում, նաեւ գիտենք ոստիկանական գվարդիա է ստեղծվել, որի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն էր ներքին գործերի նախարարությունում։ Մասնագիտական տեսանկյունից պետք է խնդրեմ ներկայացնեք ձեր գնահատականը եւ երեք հետեւել եք Արփինե Սարգսյանի մի շարք շեշտադրումներին, ինչ եք առանձնացրել, համեցեք։ Շնորհակալություն, նախ մի բան արձանագրենք, որ հիմա որ այս օրենքը կոչվում են ոստիկանության գվարդիա, ի սկզբանե նախագծային շրջանակում քննարկվում էր ստեղծել ազգային գվարդիա ձևակերպումը։ Օրենքը այդպիսի անուն ուներ եւ հետագային փոխվեց որպես ոստիկանության գվարդիա։ Բնականաբար սա պետք է փոխվեր, որտեղ սրանք ամեն ազգային, որ կա, վերացնում են եւ մենք արդեն ունեցել ենք նախադեպեր, որ շարունակաբար ազգային անվանում կրող յուրաքանչյուր օբյեկտ, տարածք, անվանում փոխում են։ Եվ հիմա կոչեցին ոստիկանության գվարդիա, եւ ոստիկանության գվարդիայի մասին օրենքը ազգային ժողովի կողմից ընդունվեց հոկտեմբերի 24-ին, 24 թվականին, եւ ուժի մեջ մտավ արդեն այս տարվա նոյեմբերի 1-ից։ Դե բոլորը շատերը տեսան նաև Նիկոլ Փաշինյանի այցը ազգային գվարդիայի ստեղծման օրվա կապակցությամբ եւ ինչն էր նաև կարևոր նրա ելույթից, որ ներքին զորքերին եւս մեկ անգամ հայտնեց իր շնորհակալությունը նրանց կողմից կատարած աշխատանքի մասին, իսկ մենք բնութագրերը գիտենք նրանց, շնորհակալություն հայտնեց նրանց կողմից իրականացված այս բռնաճնշումներին, որոնք շարունակաբար իրականացվում են։ Եվ հիմա ազգային գվարդիա ներողություն, իրենք կոչում են արդեն ոստիկանության գվարդիա, այս ծառայությունը, այս ստորաբաժանումը եւս մեկ մահակ է դառնալու, ավելի խիստ մահակ է սկսեի, քան թե նույնիսկ կարմիր բերետներն են կամ ներքին զորքերի ծառայողները։ Հանրությունը տեսել էր, որ ներքին զորքերի ծառայությունը կրում էր սև համազգեստ եւ այդ սև համազգեստը շարունակաբար հիմա կրելու է, չնայած կոչում են, թե իբր համազգեստի որոշակի փոփոխություն են կատարել։ Տեսեք, ներքին զորքերը որպես այդպեսին միշտ հանդիսացել են մեր պաշտպանության, մեր բանակի առանձին ստորաբաժանում։ Ներքին զորքերը գործել են որպես բանակի ստորաբաժանում, բանակի համար զինվորական մասի կոնկրետ համար ունենալու սկզբունքով։ Ինչպես մենք զինվորական մասն ենք նշում համար N այսպիսի զորամաս, նույնը եւ ներքին զորքերի կազմում կային 3-4 այդպիսի ստորաբաժանումներ։ Եվ հիմա դուրս են բերել այդ լուրջ պարտականությունը ներքին զորքերից եւ դարձնում են ազգային գվարդիա, որի ամբողջ գործունեությունը ուղղված է լինելու հասարակական կարգի իբրև թե ճակերտավոր պահպանության, հասարակական անվտանգության ապահովմանը։ Տեսեք, յուրաքանչյուր օրենք ունի իր կառուցվածքը եւ օրենքը եթե կարգավորում է մեկ ստեղծվող նոր կազմավորման գործունեությունը, առաջին հերթին նախատեսում է այդ ստորաբաժանման խնդիրները եւ հետո այդ խնդիրներից բխող կոնկրետ լիազորություններ։ Ազգային ժողովում ներքին գործերի նախարար կոչված այս աղջնակը նկարագրում էր ազգային գվարդիայի գործունեության բնույթը, խնդիրները, լիազորությունները եւ ընդդիմադիր падգամավոր, եթե չեմ սխալվում, Արթուր Խաչատրյանի այն հարցին, որ ներքին զորքերը որպես այդպեսին մասնակցում են երկրի պաշտպանությանը, ապա ոստիկանության գվարդիան չի մասնակցելու այդ գործառույթը, չի ունենալու այդ գործառույթը, ներքին գործերի նախարարը հակադարձեց եւ մեղադրեց падգամավորին օրենքը լավ չի իմանալու մասին եւ պնդեց, որ ոստիկանության գվարդիան ունի լուրջ պարտականություն երկրի անվտանգությունը ապահովելու, երկրի պաշտպանության գործում լուրջ մասնակցություն ունենալու համար։ Արձանագրենք մեկ փաստ այն, որ դա կոնկրետ ես կարծում եմ ներքին գործերի նախարարը կամ օրենքը չի կարտացել կամ պարզապես այդտեղ խղաթուրել է իրական փաստական հանգամանքները։ Տեսեք, ոստիկանության գվարդիայի խնդիրները նախատեսված են սույն օրենքի 3-րդ մասով։ Այդ խնդիրները կոնկրետ 5-ն են։ Գվարդիան իրականացնում է, որպես խնդիր ունի իրականացնել հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական կարգի ապահովություն, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանություն, ինչպես նաեւ հատուկ նշանակության բեռների տեղափոխության ուղեկցում, ռազմական դրության կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովում, հատուկ պետական պաշտպանության եւ ենթակա անձանց պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման աջակցություն։
մինչև հաջորդ կետին անդրադառնալը, տեսեք ինչպիսի կոնկրետ խնդիր է դրվել։ Մենք ունենք պետական պահպանության ծառայություն, այսինքն մենք չէ, Նիկոլ Փաշինյանը, որ ազգային անվտանգության ծառայության համակարգում էր գործում, այնուհետև տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ եւ հիմա ամբողջությամբ ծառայում է վարչապետին իր ուղեկցումները ապահովելու եւ նրա անվտանգությունը ապահովելու առումով։ Դա բավարար չէ, նաեւ ոստիկանության գվարդիան պարտականություն եւ խնդիր ունի հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանը աջակցելը։ Սա այն գործառույթն է, որ Նիկոլ Փաշինյանը, որ ուղեկցում է իր շարասյունով մեկնում է հանրապետության տարբեր մարզեր, մասնակցում է այս կամ այն միջոցառմանը, դուք տեսնում եք ոստիկանության ինչպիսի ահռելի քանակ է մասնակցում։ Հիմա ոստիկանական այդ գործառույթը փոխանցվում է ազգային գվարդիային, եւ հետեւաբար ազգային գվարդիան իր նոր տեխնիկայով, զինված վահաններով, նույնիսկ ինքնաձիգներով, ատրճանակներով, նոր տեսակի ատրճանակներով, արդեն ոչ թե մակարով տեսակի, ապահովելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա ոհմակ բառը օգտագործենք, ոհմակի անվտանգությունը տարբեր միջոցառումներին մասնակցելու ընթացքում։ Այնուհետև գվարդիայի գործունեության խնդիրներից եւ 5-րդը դա քրեական վարույթ իրականացնող մարմինների օժանդակությունն է։ Դուք տեսեք, այս խնդիրները կոնկրետ, որ նախանշված են, օրենքի 10-րդ հոդվածով, 9-րդ 10-րդ հոդվածով նախատեսված է այս խնդիրների իրագործման ընթացքում կոնկրետ ինչպիսի լիազորություններ ունի ոստիկանությունը, հասարակական կարգի ապահովման, պետական օբյեկտների պահպանության եւ այլնի։ Բոլոր կետերում տեսնում ենք, որ ոստիկանության գվարդիան խնդիր չունի երկրի պաշտպանության հետ կապված որևէ գործառույթ իրականացնելու, խնդիր չունի երկրի անվտանգությունն ապահովելու, խնդիր չունի երկրի սահմանները պահպանելու, խնդիր չունի թշնամու կողմից երկրի վրա հարձակում գործելու ժամանակ որպես ռազմական ստորաբաժանում երկիրը պաշտպանելու առումով։ Հետևաբար Արփին Սարգսյանի այն ասածը, թե բավականին ավելի լուրջ խնդիր է դրված, համարեք, որ դա այդպիսի դրույթ, գործառույթ, խնդիր ազգային ոստիկանական գվարդիան չունի։ Այստեղ մեկ կետ կա շատ կարևոր, որ պետք է մեր հանրությունը իմանա, թե ոստիկանության գվարդիան կոնկրետ ինչ գործողություն կարող է կատարել ռազմական դրության կամ արտակարգ դրության ռեժիմի պայմանները ապահովելու տեսանկյունից։ Տեսեք, ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան խնդիր լիազորություն ունի հետևյալ ձևակերպմամբ։ Հայաստանի տարածքում ռազմական դրություն հայտարարելու ժամանակ ռազմական դրության տարածքում ռազմական գործողություններ, պատներողություն, ռազմական դրության տարածքում պատերազմական գործողությունների շրջանակում իրականացնել հատուկ առաջադրանքներ։ Դուք պատկերացնում եք սա, ռազմական դրությունը հայտարարվում է Հայաստանի տարածքում։ Ռազմական դրության տարածքում, եթե տեղի են ունենում պատերազմական գործողություններ, դա բոլորս ենք մասնակցում, եթե դա բնականաբար դա Հայաստանի տարածքում տեղի ունեցող պատերազմական գործողություններ են։ Հետևաբար պատերազմական գործողությունների ժամանակ ոստիկանության գվարդիայի հատուկ առաջադրանքը ո՞րն է, եթե ոչ պատերազմական գործողությունների լիարժեք մասնակցելը։ Տեսնում ենք, որ սա ստախոսություն է եւ ազգային գվարդիան այսօր նոր մահակ է ձևակերպվում Հայաստանի հանրության մեր ժողովրդի դեմ։ Սա մուրճի քաղաքականությունը հիմա իրականացնելու է ազգային գվարդիա ձևակերպմամբ։ Շատերը նկատեցին, որ ազգային գվարդիային նոր առավել բարձր որակի տեխնիկայով են ամրակցում, ընդհուպ նույնիսկ ռազմական հրազենային մեքենաներ, ինքնաձիգներ, վահաններ, մահակներ եւ այլն, որը պետք է իրականացնի իր առաջին գործառույթը, առաջին խնդիրը եւ առաջին խնդիրը դա երկրի ներսում հասարակական կարգի պահպանությունն է կամ հասարակական անվտանգության ապահովումը։ Մենք բոլորս տեսնում ենք ոստիկանական ուժերի գործողությունները հանրության հետ կապված հավաքների ժամանակ։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպիսի բռնություններ են իրականացվում հանրության նկատմամբ նույնիսկ փոքր-ինչ հավաքների ժամանակ։ Նույնիսկ տեսնում ենք ընդամենը քրեական վարույթի շրջանակում ինչպիսի բիրտ դաժան գործողություններ են իրականացվում քաղաքացիների նկատմամբ նրանց բերման ենթարկելու առումով։ Եվ շատերը սովորաբար ասում են, որ այս գործողությունները իրականացվում են ոչ համաչափ։
ես սա ուզում եմ յուրաքանչյուրը ուշադրություն դարձնի այս բառի կոնկրետ կիրառման տեսանկյունից։ Ոչ համաչափ ձևակերպումը դա կարող է լինել, եթե կատարվում է կոնկրետ հանցանք կամ զանցանք, եւ որը վրա է հասնում, ասենք, ավելի բիրտ ուժ կիրառելով, քան կարելի է համաչափ ուժ կիրառել։ Եթե քաղաքացին կանգնած է, եթե քաղաքացին խաղաղ հավաք է իրականացնում, ոստիկանության կողմից այդ բիրտ հարձակումը չի կարող կոչվել ոչ համաչափ կամ անհամաչափ ուժի կիրառում։ Սա անօրինական գործողություն է եւ համաչափություն այստեղ չի կարող գործել։ Եվ հիմա ներքին գործերի նախարարը ազգային ժողովում բյուջեն ներկայացնելիս կոնկրետ մի շարք հարցադրումներ էլ տարվեցին, որը շատ նկատելի էր, որ նույն խոսույթն էր ինչ-որ Նիկոլ Փաշինյանի։ Պատգամավորներից մեկը հարց տվեց ներքին գործերի նախարարին, թե արդյոք չէր լինի $120,000 մեքենայի փոխարեն ներքին գործերի նախարարը վարեր, ասենք, $80,000 կամ $60,000 մեքենա։ Դուք նկատեք ինչպեսի նման պատասխան տվեց այս աղջիկը Նիկոլ Փաշինյանի հետ տված հարցազրույցի ժամպես։ Նիկոլ Փաշինյանին, որ հարց էին տալի, ինչպես այդ հղի կնոջը վրայերթի ենթարկեցիք, նա ասաց, որ դա իմ մեքենան չի, դա իմ շարասյունը չի, ավտոբուս էր, որի մեջ ես երթևեկում եմ, դա վարչապետին ուղեկցող մեքենաներ են։ Հիմա այս աղջիկը ասում է, որ դա ներքին գործերի նախարարի ավտոմեքենան է եւ ոչ թե իր մեքենան։ Եվ դա պաշտոնի փոփոխությունից հետո այլ անձի պետք է տեղափոխի։ Լավ, նման ծիծաղելի պատճառաբանություն ոնց կարելի ասել։ Ավելին, տեսեք, հարց տրվեց, խոսքը վերաբերվում էր Վլադիմիր Գրիգորյանի սպանությանը Փարաքյարում, թե առաջի պատասխանատուն հենց ներքին գործերի նախարարն է, այս աղջիկը նույն ձևակերպումը տվեց, ինչպես նույն Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ միթե ներքին գործերի նախարարը օպերատիվ աշխատող է, պարեկային ծառայող է, քրեական ոստիկան է։ Ներքին գործերի նախարարը դա ներքին գործերի նախարարության քաղաքականություն իրականացնող սուբյեկտն է։ Բայց եթե օպերատիվ ծառայող չէր ներքին գործերի նախարարը, ինչ գործ ուներ Վաղարշապատի ոստիկանության բաժնում, որ կազմակերպում էր օպերատիվ աշխատանքը։ Նիկոլ Փաշինյանին հարց էին տալի պատերազմը դավաճանաբար պարտության տանելու, նա ասում էր, որ միթե գերագույն գլխավոր հրամանատարը, որ ինքն է, նա մարդ վարող է, ճակատամարտ վարող է, նրանք են մեղավոր եւ ոչ թե ինքը։ Հիմա նույն Արփինե Սարգսյանը մեղքը բարձեց այլ անձանց վրա, իրենից հեռու տանելով, որ ինքը օպերատիվ ծառայող չէ։ Գիտեք, ավելի վատթարագույն տպավորություն ստացվեց սրա այն պատասխանից, որը վերաբերվում էր Ծապաթաղում 3-ամյա Տիգրանի անետ կորելու հետ կապված։ Գիտեք, այս կինը եւ շատ կանայք պաշտոնատար անձիկ իրենց փորձում են պահել կարծես թե էմոցիաներից դուրս։ Եվ գուցե այդպեսին են, ես չեմ ուզում կանանց նման քննադատության ենթարկել վերջին հաշվով փորձում հեռու մնալ կանանց բնութագրելու, բայց մի շարք կանայք իրենց պահում են այնպիսի տեսքով, կարծես ֆաշիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարում աշխատող կանայք, սառը անտարբեր հայացքով։ Դուք տեսեք ինչպեսին սառը անտարբեր հայացքով նկարագրեց, որ երեխային խեղտամա է արել հայրը։ Շատեր ուշադրությամբ եթե հետևել են կնկատեցին, որ լրագրողները նույնիսկ ինչ ձայներ հանեցին, զարմանք, խորը հոգոց, հուզական էմոցիա դուրս եկավ լրագրողների միջից, բայց այս աղջիկը հանգիստ նկարագրում է, որ երեխային խեղտամա է արել հայրը, ավելին, դուք տեսեք, խեղտամա անելուց հետո 6 թե 7 օր անդադ փնտրում են երեխայի դիակը չեն կարողանում գտնել, եւ սա նկարագրում է, որ երեխայի հայրը դիակը 6 օրվա թե 7 օրվա ընթացքում տեղափոխել է տարբեր վայրեր։ Լավ, հանրությունը տեսնում էր, թե ինչպիսի լուրջ ձևականորեն բառը կօգտագործեի, լուրջ ուժեր էր ներդրել ոստիկանությունը։ Ոստիկանության ծառայողներ, արտակարգ իրավիճակների ծառայողներ փորձում էին գտնել երեխային։ Երեխայի դիակ արդյունքում գտնվեց ցավոք սրտի, որը շատ դժվար է արտահայտել։ Բայց այդ 6-7 օրը ինչ էի անում օպերատիվ ծառայողներ։ Միթե հսկողությունից դուրս էին մնացել նրա ծնողները։ Չէ որ դիակը այդ անձը տեղափոխում էր այնտեղ, որտեղ գտնվել է երեխայի դիակը, բազմաթիվ անձիկ են անցել, երբեք չեն տեսել։
Այսինքն հայրը դուրս է մնացել հսկողական, դիտողական տեսանկյունից, տեսադաշտից, դուրս մնալով հանդերձ երեխայի դիակը տարբեր տեղեր է տեղափոխում եւ մեկ շաբաթ չեն կարողանում գտնել երեխային։ Սա նմանեցրեցի ես նաեւ թեկուզ եւ կրկնվեմ Վլադիմիր Գրիգորյանի սպանության հետ կապված դեպքին, որ իբրև թե փետրվարի 5-ից հետո օպերատիվ լուրջ աշխատանքներ են իրականացվել, ոստիկանական լուրջ հսկողություն է իրականացվել, որպեսզի կանխեն վենդետա։ Չնայած մենք չենք ընդունում վենդետա գաղափարը, որովհետև սա իր լիարժեք քաղաքական սպանություն ենք մենք համարում, բոլոր դեպքերում իրենց ասած բառը ընդունենք վենդետա։ Վենդետա իրականացնելու վախ ունեցող, մտավախություն ունեցող ոստիկանության ծառայողների հսկողությունից ինչպես էր դուրս մնացել հանգուցյալի ընկերը փետրվարի 5-ին մահացած Օհանյան ազգանունով։ Այդ ընկերը մեկ ամսից ավել 2 ամիս հետևում է Վլադիմիր Գրիգորյանի տեղաշարժը, հետևում են նրան տանը, դրսում, փողոցում։ Մեկ ամիս ավել պարապում է ինքնաձիգը ձեռքին, գերեզմանոցում կրակոցներ է արձակում։ Գիշերը ինքնաձիգից արձակված կրակոց, քաղաքի մի ծայրից մյուս ծայրն է լսվում։ Այդ ինչպիսի օպերատիվ աշխատանք եք իրականացնում, որ չկարողացաք հայտնաբերել այդ անձին եւ կանխել Վլադիմիր Գրիգորյանի սպանությունը։ Եվ հիմա ինչպիսի օպերատիվ աշխատանք եք իրականացնում, որ 7 օր շարունակ երեխայի դիակը այդ ստոր արարածը խեղտամա անելով իր զավակին, իբրև թե գենետիկորեն իր զավակը չէ։ Չեք կարողացել գտնել երեխային։ Գուցե երեխային 2 օր առաջ է սպանել։ Քավլից ես այդ ճշմարտ փաստական հանգամանքները չեմ տիրապետում, բայց կարող եմ նման կարծիք հայտնել։ Ցույց է տալիս արդեն ոչ թե դիտավորություն, այս դեպքը իհարկե դիտավորություն չեմ կարող արձանագրել, այլ ինչպեսի թափթփված, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի իրականացում է այսօր տեղի ունենում ոստիկանության համակարգում։ Պրոֆեսիոնալ ոստիկանների շատերը դուրս են եկել, այսօր լիարժեք աշխատող անձիկ կան, բայց մարդկանց ներգրավում են Նիկոլ Փաշինյանի այն պիղծ հոգևորականի պաշտպանությանը։ Դուք տեսեք ինչպիսի ոստիկանական ուժեր են կիրառում Հովհաննավանքում։ Օպերատիվ ծառայողների համազգեստը հանելով նրանց քաղաքացիական հագուստով ծառայության են ներգրավում։ Այնտեղ քաղաքացիների շատ օպերատիվ ծառայողներ ու ոստիկաններ էին լծված։ Ոստիկանի աչքի առաջ լրագրողին հայոյում է մի սրպապիղ ծառայած Սերամոլագար Անի Գևորգյանին, եթե չեմ սխալվում, հայոյում է լկտիաբար, ոստիկանները 2 մետր, 3 մետր հեռավորությունից իբրև թե չեն լսում, դուք նկատեցիք դիտավորյալ թիկունքով կանգնում են, որպեսզի այդ միջադեպը չտեսնեն, և սա ոստիկանության կողմից հասարակական կարգի ապահովության մասին է խոսքը, լավ ոստիկաններ, այդ աղջիկը կարող է ձեր աղջիկը լիներ, ձեր քույրը, լավ ոնց եք դուք համբերատար սպասում, որ մի այդ այլասերված արարած վիրավորի այդ լրագրողին եւ մյուս լրագրողներին նույնպես։ Լավ վաղը դուք եկեղեցի եք մտնելու, ոնց եք թույլ տալիս, որ այդ պիղծը արատավորի մեր հոգեվոր տաճարները։ Հիմա սրբապողության երկրորդ արարը երևս տապալվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այնքան էլ ծնկի գա Ալեն Սիմոնյանի կամ Պապիկյանի հետ միասին։ Իրենք տեսնում են, որ արդեն կորցրել են կապը ժողովրդի հետ, լավ են հասկանում, դրա համար վախից փրփուրը բերաններով նորից նոր բռնություններ են իրականացնում, լավ են գիտակցում, որ սրանք էլ տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում, լավ են գիտակցում, որ էլ ապագա չունեն, այն ապագակա հասկացությունը վերաբերվեց միայն իրենց ողմակին։ Եվ հիմա այս նույն ներքին գործերի նախարարը վիրավորվում է պատգամավորի այն հարցից, որ ոստիկանները ողմակի սկզբունքով ողմակով հարձակվում են քաղաքացիների վրա։ Լավ, ներքին գործերի նախարարի վիրավորվում ես։ Դու ինքդ հիմա բնութագրի։ Արդյոք ողմակային գործողություն չէր Եռաբլուրում որտեկուրից ծնողներին, որտեկուրից մորը, ոտքու ձեռքից բռնելով ասֆալտին շպրտելով։ Դա ողմակային գործողություն չէ։ Ողմակային գործողություն չէր արդյոք 40-50 ոստիկաններ հարձակվել էին ազգային ժողովի մեկ պատգամավորի վրա, Դաշնակցության գրասենյակի դիմաց։ Եթերում ամբողջովին երևում էր դա։ Միթե դա բորինների ողմակային գործողություն չէր։
Միայնակ մեկ անձի վրա հարձակվել են 30-40 գուցե 50, հաշվել հնարավոր չէր, եւ յուրաքանչյուրը փորձում էր առաջ ընկնելով ինքը առաջինը հարվածել։ Եվ դա դուք տեսաերիզներով չեք տեսնում, գնահատական չեք տալիս։ Արդյոք ոհմակային վարքագիծ չէր Ալեքսեյ Կոչուբաևին փողոցի մեջտեղում 10-15 հոգով հարձակվել եւ գետնին տապալել։ Ընդամենը խոսքի համար։ Միթե դա ոհմակային չի։ Կամակատար սուբյեկտներ եք դարձել, որով դուք դառնում եք Նիկոլ Փաշինյանի հանցակից։ Դուք խղճացեք ձեր զավակներին, խղճացեք ձեր ծնողներին։ Այս իշխանությունը հավերժ չի լինելու։ Յուրաքանչյուրը կոնկրետ ձեր արածի համար պատասխան եք տալու։ Բայց մի ձեր պատասխանատվության բեռը գնալով էլ ավելի ծանրացնել։ Վաղ պետք է երես ունենաք մարդկանց աչքերին նայելու։ Նաև շատ կարևոր էր այստեղ մի հանգամանք ևս։ Խոսքը վերաբերվում էր Օհանա վանքի դպիրների, սարկավակներին։ Բորիս Մուրազին, տեսեք մի լրագրող, որը նույնիսկ հայ առաքելական եկեղեցու կողմնակից չի, նա ազգությամբ եզդի է եւ ունի իր կրոնը։ Բայց տեսեք ինչ բարոյական եւ պարկեշտ վարքագծով է պաշտպանում մեր առաքելական եկեղեցուն։ Բոլորից շատերից ավելի ազնիվ ու ավելի սկզբունքային։ Բացահայտեց բավականին մարդկանց 3 թե 4 հոգու, որոնք հոգեվարականության հետ կապ չունեն։ Նրանց հագցրել են հոգեվորականի համազգեստ հագուստ եւ մասնակցել են այդ ծեսին, որը ծես չի կարելի ասել։ Սրբապղծությանն են մասնակցել։ Դուք տեսեք, սրանք նույնիսկ չեն կարողանում այնպեսի քանակ ապահովել, մտնելով եկեղեցու պատերի ներսում եւ փորձելով թշնամություն հրահարել հոգեվորականների միջև։ Այս պայմաններում եւս չեն կարողանում համակիրներ հավաքել։ Չեն կարողանում նույնիսկ սարկավակներ, դպիրներ հավաքել, որպեսզի կարողանան այդ սրբապիղծ ինչ էր անունը Արամ Սյոպայի այդ սրբապիղծ գործողությունների մասնակից դարձնել։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեր եկեղեցիների պղծման անսուրբ գործունեությունը։ Հիմա պլանավորել է հաջորդ շաբաթ այցելել Թալինի, եթե չեմ սխալվում, Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այնտեղ էլ կարծես թե գտել է մեկին, որը համահավասար Սյոպայի պես անձնավորություն։ Պարակտիր, որ տիրես թուրքական այս քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանը լավ է սերտել եւ կարողանում է դա իրականացնել։ Եվ հիմա նորից նոր գրո մեր հոգեվարականների վրա այս անգամ վեհապարի եղբոր եւ եղբոր որդու նկատմամբ։ Գիտեք, երբեմն սրանց իրավաբանական որակումը, որ մարդ լսում է, հասկանում է, որ Հայաստանում ընդհանրապես իրավաբանություն գոյություն չունի։ Նկարահանումը Արա Զորաբյանը հրապարակեց։ Եվ հիմա Հանրապետության կուսակցության թեկնածուն վաղար շաբաթում ինչ-որ Մկրտչյան անունազգանունով դե Արամ Զավենի Սարգսյանի համակիրը կլինի այդպիսի նույն, ասենք, պիղծ արարածներից մեկը, հաղորդում է տվել, որ իբրև թե հայր եւ որդու Ներսիսյանները Համբարձում եւ Գևորգ, եթե չեմ սխալվում, խոչընդոտել են իրենց քարոզարշավին, հավաքին եւ կատարել են խուլիգանություն։ Արա Զորաբյանի հրապարակած տեսաերիզը ցույց է տալիս, որ մարդը գալիս է, կանգնում, զրուցում երիտասարդի հետ, այնուհետև հայրն է մոտենում, բարևում են նույնիսկ ձեռքով։ Եվ որևէ վեճ, որևէ հակադար փոխհարաբերություն նկատելի չէր։ Եթե մեկն ու մեկը գա իմ դռան դեմը, ինձ առաջարկի նման անպիղծ հավաքներին մասնակցել, գուցե ես ավելի ագրեսիվ ու դաժան կվերաբերվեմ, քան թե նրանք են վերաբերվել։ Եվ հիմա մարդկանց արարքը որակել են հավաքներին խոչընդոտել, քարոզարշավին խոչընդոտել եւ որակել են խուլիգանություն։ Դուք տեսեք, խուլիգանությունը դա հասարակական կարգի կոպիտ խախտումն է, բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ։ Հիմա այստեղ որտեղ է հասարակությունը։ Որտեղ է բացահայտ անհարգալից վերաբերմունքը։ Ինչ ձևով, ինչ խոսքով դրսևորվեց դա։ Մարդը կանգնած է իր դռան դեմը, ինչ խոչընդոտելու մասին եւ ինչ խուլիգանության մասին է խոսքը։ Եվ հիմա նույնիսկ այս դեպքում ոչ թե հանցակազմ չկա, որովհետեւ
հանցակազմի տարերից մեկը չլինել դեպքում դիտում ենք, որ հանցակայք չկա։ Այստեղ հանցագործության դեպքը չկա։ Դեպք որպես այդպեսին չկա։ Եվ ես զարմանք եմ ապրում, թե այդպիսի որ քննիչն է, որ նման իրավիճակում քրեական վարույթ է հարուցել, մեղադրանք է առաջադրել եւ միջնորդություն ներկայացրել կալանքի։ Եվ դատարանը, դատախազը մեղադրանք առաջադրելու որոշումը կայացնելով միջնորդության հետ քննիչը ներկայացրել է դատարան։ Եվ դատարանը դուք պատկերացրեք, չեղած արարքի համար մարդկանց կալանավորման, որպես խափան միջոց կալանավորում ընտրել 1 ամիս ժամկետով։ 1 ամիսը պարզ է ինչի համար։ Վաղար շաբաթի ընտրությունները իրականացվելու են նոյեմբերի 16-ին։ Հիմա այս գործողություններն են իրականացնում։ Եվ նույն համատեքստում կարևոր մի բան էլ հրապարակվեց փաստաբանների կողմից Վարդան Ղուկասյանի հետ կապված։ Դուք տեսեք, հոկտեմբերի 21-ից քննիչի կողմից որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման դադարեցման եւ ստորագրություն չհեռանալու մասին։ Կա ընտրված խափան միջոց, բայց Վարդան Ղուկասյանը կալանքի տակ է։ Մարդիկ աղաղակում են, ձայն են բարձրացնում, դիմում են մարդու իրավունքների պաշտպանին, դիմում են արդարադատության նախարարին, դիմում են գլխավոր դատախազին, բայց որևէ պատասխան չունեն։ Այս իրավիճակում մարդը բացահայտ ապօրինի կալանքի տակ է գտնվում։ Քրեակատարողական հիմնարկը նման դեպքում պարտավոր է անմիջապես ազատ արձակել, նույնիսկ չսպասելով դատախազի որոշմանը։ Եվ ինչ է կատարվում։ Մարդը գտնվում է կալանքի տակ։ Եվ կալանքի տակ է գտնվում այս թեզն էլ եւս էլի կոնկրետ մի խոսքի համար, որ ասել էր, որ Հայաստանը պետք է ինչ-որ միության անդամ դառնա։ Լավ, եթե այդպես է, Եվրոմետ այդ խաժամուժին պետք էր անմիջապես բոլորին քրեական պատասխանատվության ենթարկել։ Նրանք ոչ թե կոչ էին անում միության մտնել, Եվրոմիություն, այլև օրենքի նախագիծ ներկայացրեցին։ Այս դեպքում օրենք են ընդունում ԿՊԱ-կան ուսապարկերը, այս մի դեպքում անձին կալանավորում։ Սա է մեր իրավաբանությունը այսօր։ Եվ գուցե կրկին անգամ ես ասեմ, ես իրավապահ մարմիններին պարզապես խորհուրդ եմ տալի, հորդորում եմ։ Խոսքը բոլորին է վերաբերվում։ Քննչական ապարատներին, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության։ Դուք հասկացեք եւ գիտակցեք, Նիկոլ Փաշինյանն ու իր կամակատարները ձեզ բանավոր հանձնարարական են տալիս։ Դուք թողնում եք կոնկրետ որոշումներ, կոնկրետ փաստաթղթեր, կոնկրետ մեղադրական եզրակացություններ, դատարանների կողմից կոնկրետ դատավճիռներ, որոնք փաստաթղթեր են եւ դրանք չեն կորելու։ Բանավոր տված հանձնարարությունից Նիկոլն ու իր ոմակը հրաժարվելու է։ Դուք մնալու եք կատարողներ։ Եվ չեք կարող ասել հրաման ենք կատարել։ Դուք վախեցեք վաղվա պատասխանատվությունից, մի մտեք այդքան խորը հանցագործության այդ սարդոստայնի մեջ։ Հերու կանգնեք, փրկեք ձեր ապագան, ձեր երեխաների ապագան։ Այսօր տուն պահելու այս քաղաքականությունը ձեզ չի փրկելու, հակառակը ձեզ վնաս է տալու։ Թուրքը գալիս է ոչ թե հայի հետ ապրելու, այլ հայի տեղը ապրելու։ Ալիևի վերջի հայտարարությունը տեսեք ինչ է ասում։ Նա ասում է, որ Երևան, նա ասում է Գյոլչա, մեր Սևանա լճին։ Նա արդեն ասում է ոչ թե Արևմտյան Ադրբեջանում պետք է տեղափոխվեն 300, այլ 500,000 ադրբեջանցի, որտեղ ովքեր վտարվել են իբրև թե Հայաստանից դուրս են եկել, նրանք զավակներ ունեն, թոռներ, եւ այդ քանակը 500 է ասել։ Եվ ասել է, որ տանկերով չի գալու, մեքենայով է գալու։ Եվ Ալեն Սիմոնյանի պես հավերժ մարմնավաճառը ասում է, տեսեք, նա չի սպառնում, տանկով չի գալու, մեքենայով է գալու։ Մեքենայով է գալու, որովհետև Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ տալիս է Հայաստանը։ Ոչ մի դիմադրություն Ալիևը չի տեսնելու այս իշխանության պայմաններում, երկրի պաշտպանության տեսանկյունից։ Այո, մեքենայով է գալու, ոտքով են գալու։ Եվ ոտքով գալու են բնակեցվեն Հայաստանում։ Երևանում արդեն բազմաթիվ թուրքեր ու ադրբեջանցիներ են պտտվում։ Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածի գլխավորությամբ ադրբեջանցի քաղաքացիական ներկայացուցիչներ են եկել Հայաստան։ Բնապահպանական այն ակտիվիստը, որը առաջին դեմքն էր Արցախի
բլոկադայի ժամանակ սովամահության մատնելով մեր 120,000 հայրենակիցների։ Բերել են Երևան, եւ հիմա հպարտանում են, որ Երևանի քաղաքասարակությունն է գնալու Բաքու։ Ովքեր են գնալու։ Բնականաբար Իոնեսյան կոչված, Սաքունց կոչված, Լևոն Բարսեղյան կոչված եւ այլները։ Իբրև թե քաղաքասարակություն են սրանք կոչվում։ Եվ այսօր Օրբելի ֆորում, եթե չեմ սխալվում, այդ ֆորումում Նիկոլ Փաշինյանը վախենում էր նույնիսկ լրագրողի հարցին պատասխաներ։ Եթե չեմ սխալվում, հանրային ռադիոյի լրագրողը հարց տվեց, ինչ կպատասխանի Ալիևի այդ հայտարարությանը, որ Սևանայի լիճը Գյոլչա է։ Եվ սա վախվորած պատասխանը, ասում է Ալիևն էլ կասի, որ պատգամավորների սեղանին Արցախի դրոշ է դրած, որ մենք Արցախ ենք ասում, մենք Ստեփանակերտ ենք ասում։ Դուք տեսեք ինչպիսի վախ ունի սա Ալիևից։ Եվ այդ վախը պայմանավորված է ոչ թե նրանով, որ նա անձնական ֆիզիկական խնդիր ունի։ Նա լավ գիտի Ալիևի հետ կապված իր պայմանավորվածությունները։ Նա լավ է հասկանում, որ այսօր Հայաստանի առումով իր պաշտպանը Էրդողանն ու Ալիևն են։ Եվ շատ լրագրողներ են հրապարակում տարբեր տեղեկություններ, թե ինչպիսի գումարներ է ստացվում։ Եվ սա պատրաստվում է 26 թվականի ընտրություններին արդեն։ Էլի Ալիևի եւ Էրդողանի հովանավորությամբ։ Հավատացեք, սիրելի հայրենակիցներ, առանց Ալիևի Էրդողանի հովանավորության սա 5% ձայն իսկ չի կարող հավաքել։ Շատ լավ ցուցիչ է հովանավանքի հավաքները, որոնք մինչև 1000 չի կարողանում հավաքել։ Այդքան բռնություններ, վարչական ապարատ օգտագործելով հանդերձ մինչև 1000 մարդ չի կարողանում հավաքել։ Նույնիսկ իր կողմնակիցներից շատերը չեն գնում։ Նախորդ անգամ չէին գնացել, մի քանիսին սպառնացել էր, ինչպես Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապեկյան եւ մյուսները վազելով գնացել էին։ Նույն Սրբուի Գալյան, եթե չեմ սխալվում։ Սա առանց դրանց 28 թվականի առանց Ալիև Էրդողանի աջակցության 26 թվականի ընտրություններին նույնիսկ մասնակցելու 5%-ի շանս չի ունենալու։ Եվ հիմա սկսել են ընտրություններին պատրաստվել։ Արդեն ցուցակներ են պատրաստում եւ ԿՊԱԿ-ները իրար վրա, իրար տարորելով փորձում են այդ ցուցակի առաջին 30 համարներում տեղ գրավել։ Տեսեք, որ անձիկ սրբություն չունեն, ընդունակ են ամեն ինչի։ Եվ սրանք մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև սրանք ընդունակ են ամեն ինչի։ Գնալու են ամենաստոր, ամենալկտի բռնությունների։ Եվ պետք չէ սրանից վախենալ։ Պետք է հանգիստ նայել ու պահել սկզբունքը։ Նույն այդ ընտրությունների ժամանակ իմ հորդոր է նաև մեր ընդդիմադիր գործիչներին։ Տեսեք, նոր ընտրական օրենսգրքում շատ վտանգավոր դրույթ կա, որը 21 թվականին իրականացվեց։ Շեմը չհասած ձայները փոխանցվում են ազգային ժողովի շեմը հաղթարած ուժերին։ Այդ շեմը չհաղթարած ձայները փոշիացնելու արդյունքում էր, որ Նիկոլ Փաշինյանը 71 պատգամավոր ունեցավ։ Պետք է ազգային ժողովի մասնակցությանը 26 թվականին, որ դրան են գնում, դա աստված, որ ավելի շուտ ազատվենք, բայց թեկուզ եւ ընտրություններին։ Պետք է ամեն ինչ անել չփոշիացնել ընդդիմադիր ձայները։ Եթե դուք գիտակցում եք, որ շեմը չեք հաղթահարելու, ես ձեզ խնդրում եմ, առաջարկում, հորդորում եմ, մի փորձեք մտնել այդ խաղի մեջ։ Պետք է միավորվել մեծ ուժերի հետ։ Ազգային ժողով ընդդիմադիր ուժերից պետք է անցնի 2 կամ 3 ուժեր, որ կարողանան 3 ուժերի միասնությամբ այս բռնություններին դիմագրվելով հանդերձ կարողանալ ազգային ժողովում հաղթել ԿՊԱԿ-ին։ Փոշիացնելով դուք օգուտ եք տալի Նիկոլ Փաշինյանին։ Ես հույս ունեմ մինչև այդ ընտրությունները շատերը կհասկանան, որ չպետք է մասնակցեն, եթե չեն հաղթահարելու այդ շեմը։ Եվ հիմա առավել մեծ ցուցիչ է վաղարշաբաթի ընտրությունները։ Ինչպես նշեցինք, Ներսեսյաններ հայր եւ որդու ձերբակալությունը, այնուհետև կալանավորումը դրա հետ է կապված։ Նկատելի է, որ վաղարշաբաթի ընտրություններում ԿՊԱԿ-ները ցայտնոցի մեջ են հայտնվել։ Նրանց միակ աջակիցը Հանրապետություն կուսակցության այս արարածն է, որը դանոս է տվել նշվածս անձանց վերաբերյալ եւ շարունակում է իր այդ ստոր եւ փնթի գործունեությունը։ Ընդդիմադիր բավականին ուժեր կան այնտեղ, 3-4 ուժեր։ Այդ ուժերը պետք է միավորվեն եւ հաղթահարեն
իրենց մեջ տարաձայնությունները, միավորվեն եւ հաղթեն ԿՊ-ին։ Ես համոզված եմ, Էջմիածինը ոչ թե Գյումրի 2 է կոչվելու, նույնիսկ Փարաքյար չի կոչվելու։ Հաղթանակի իմաստով առավել բարձր ջախջախիչ հաղթանակ է տանելու վաղարշաբաթում ընդդիմությունը, որտեղ ընդդիմության համար շատ կարևոր շանս է նաև, որ Էջմիածինը վաղարշաբաթի բնակչությունը, համայնքները սրտով, հոգով կապված են եկեղեցու հետ։ Եվ տեսնելով այս ոհմակի հարձակումը եկեղեցու նկատմամբ, հատկապես այս ընթացքում, նրանք ԿՊ չեն ընտրելու։ Հետևաբար հանրությանը պետք է լավ բացատրել, նկարագրել գալիք օրերին, թե ինչ է կատարվելու։ Եվ միասնաբար ես համոզված եմ, վաղարշաբաթում ջախջախիչ պարտություն է կրելու ԿՊԱ-կանը, եւ վաղարշաբաթից դուրս է մղվելու ԿՊԱ-կան այս ոհմակը։ Համոզված եմ ես դրանում։ Շնորհակալություն։ Ես ևս շնորհակալ եմ։